Այդպես միշտ։ Դուք եք տեղյակ խոսակցություններին, որ այդ պաշտոնին չեք մնալու, պարոն Շաքարյան։ Ապագան ցույց կտա։ Իսկ հիմքեր կան նման խոսակցությունների համար։ Դուք չեք օգնել 13 տարի այդ նույն բանը ասել։ Մի տեսակ տխուր եք, հա, պարոն։ Տխուր չեմ, ընդհակառակ շատ ոգևորված եմ, հուզված եմ, այսպիսի ճարտարապետական արժանի կոթող մեր մարզում շահագործման հանձնած, ես ինչու պիտի տխուր լինեմ։ Պարոն Շաքարյան, ինքշաբթի լինելու եք գործադիր մարզի։ Այսօր կարծում եմ այդ հարցի ահա չի։ Վաղը մյուս օր ինչքան ուզեք ձեր հարցերին պատասխանեմ։ Այսօր ձեզ պիտի շնորհավորեմ այս առիթով։ Շնորհակալություն հայտնեմ, որ եկել եք, պիտի լուսաբանեք, որ ողջ հայություն, ամբողջ աշխարհն իմանա այսպիսի մի հոյակեր եկեղեցի է կառուցվել Հայաստանում, հատկապես Կոտրյակի մարզում։ Խոսում էին, որ ձեր հարաբերությունները պարոն Ծառուկյանի հետ այդքան էլ հարթ չեն։ Ձեր ներկայությունը փաստորեն հակառակն է ապացուցում։ Այդ խոսակցությունների հիմքեր չունենք։ Պարոն Շաքարյան, իսկ ավականու ընտրությունները, որ սենց ամբողջացնենք, ինչպես է գնահատում։ Թույլ տվեք այսօր ձեր ոչ մի հարցին Խոստովանեք մեղքեր, եթե իհարկե կարծում եք, որ մեղքեր գործել եք։ Ես մեղքեր չեմ գործել։ Չեք գործել մեղքեր։ Փաստորեն դուք մարդկանացի չեք, այո։ Մարդկանաց եք, բայց մեղքեր չեմ գործել։ Ոչ անձնական կյանքում, ոչ մասնագիտության մեջ, պարոն Շաքարյան։ Լավ, ինչի համար կգացի։ Բացարձակապես։ Մասնագետ պաշտոններ չեք մեղք գործել, պարոն Շաքարյան։ Մասնագետ պաշտոնը այնպեսի պաշտոն է, որ չի կարելի մեղք գործել։ Իսկ ո՞նց է հաջողվել, բանաձևը կասեք, ինչպես ապրել, որ մեղք չգործել։ Այդ առանցին պիտի ասեմ։ Եկեղեցին ինչի համար կգաք այդ դեպքում։ Վարել